Ողջույն ժողովուրդ, զարմանալի բան է, փոխանակ քանի գնանք շատանանք, քանի գնում ենք պակասում ենք, բայց պահանջները ավելանում է, այդ պահանջները կատարելու համար ժողովուրդ է չէ պետք, շատ ժողովուրդ է պետք, այ մարդիկ, Այսքան իրազեկել չեր լինի, այսքան հայտարարություններ դնել չեր լինի, ես ուղղակի չեմ հասկանում։ Հիմա ինչ որ է։ Մեր արցախահայերի համար առաջի խնդիրը դա հավաքական վերադարձի խնդիրն է։ Շատ քննադատական ելույթներ եմ լսում մեր հասցեին, որ ասում են 40+10 վերցրել են ու ընկել փողոցները բողոքների։ Կարևորը հետ գնալն է, իհարկե կարևորը հետ գնալն է։ Հետ գնալու համար կա երկու ելք ժողովուրդ։ Մեկը զենքով հետ գնալ, ինքան հզոր լինել, որ գնալ զենքով տվածը հետ վերցնել, մյուսն էլ վերականգնել Մինսկի խումբը, որպեսզի նա ավարտին հասցնի իր սկսած աշխատանքը։ Երրորդ ելքն էլ կա, եթե իշխանափոխություն լինի, եկող իշխանությունը այդ հարցը կլուծի։ Հիմա մինչև վերադարձը չէ որ մարդիկ պետք է ապրեն գոյի հարց է առաջացել այսօր արցախցիների մոտ գոյապայքար է սա երևի 10 ամսում մեր բլոկադայի ժամանակ ավելի հեշտ էր դիմանալ բլոկադային քան այս գոյապայքարին այս մակարոնին մի 40+10 էր որ ձեզ օգնում էր տայիք վարձերը եւ դա էլ արդեն դադարեցման վտանգի տակ ինչ է նպատակ այս իշխանությունների Վերջնականապես ձեզ հուսահատեցնել, ձեր համբերությունը հատել և ստիպել, որ դուք էլ թողնեք մեր հայրենիք այս մնացած մի բուռ հողը, մենք չենք գնալու, չէ? Մենք չենք գնալու, մենք դիմանալու ենք, մենք համբերելու ենք և հասնելու ենք մեր ուզածին։ Ես ուզում եմ հերթական անգամ հարցս ուղղել իշխանություններին մի նրբություն կա, որ մեր տեսադաշտից դա կորել է, մենք չենք մտածել այդ մասին, մեր տեղահանվածներից այն տղամարդիկ, որ գնացել են Ռուսաստան կամ տարբեր այլ երկրներ արտագնա աշխատանքի և զրկվել են սերտիվիկատ կոչված այդ գրողի տարածից, ուզում եմ հարցնել, Հայաստանաբնակ տղամարդիկ, եթե գնում են արտագնա աշխատանքի, այստեղ նրանց ընտանիքը զրկվում է նպաստներից կամ թոշակներից, Արցախցուն ինչու են զրկում, չէ որ նա ընտանիքը թողել է, ինքը գնացել աշխատանքի, որ օգնի այստեղ ընտանիքը ապրի, ինչու են զրկում այդ սերտիվիկատից, մարդը գնում է տարբեր երկիր, ասենք Ռուսաստան, Վրաստան և այլ հանրապետություն, թաղման, հարսանիքի, բուժման, 10 օրից մի օր ավել որ մնում է, 40+10-ից զրկվում է, ինչի համար, ինչ է այդ 10 օրը որոշում այդ մարդու մի ամսվա նրա հացի փողը կտրում է այս իշխանությունները մենք այսօր հայտարարություն ունենք սա ոչ թե ցույց է այլ հավաք է իրազեկման հավաք ձեզ նոր
մեր որոշումներից մեկը միասին շարժման հիմա ձեզ կասեն, բայց խնդրում եմ հաղորդեք բոլորը ձեր շրջապատին, ձեր ընկերներին, ձեր հարևաններին, որ այսպես հարց չի լուծվի, այս հրապարակում պետք է հազարավոր արցախահայեր լինեին այսօր, քանի որ իրենց հարցն ենք շոշափում ու քննարկում։ Հաջորդ անգամ հույս կունենամ, մենք բոլորս ամսի 29-ին հանրահավաքին պիտի մասնակցենք։ Հույս կունենամ, որ գոնե այդ օրը այս հրապարակը լիքը կլինի։ Շնորհակալություն։